առաջարկերս ներկայացնում ենք նախագծային աշխատանք թրգ առարկայից, որի թեման է արհեստական բանականությունը։ Նախագծի մասնակիցներն են ես Դավթյան Սուզաննս, Կարիբյան Հակոբը, Խաչատրյան Անի, Գալստյան Դավիթը, Թորոսյան Մարատը, Օհանյան Գորը և Բադրյան Նարեկը։ Նախագծին նպատակ է ձևավորել և ամրապնդել սովորողների մոտ ամբողջական և տեղեկատվական գիտելիքներ արհեստական բանականության, առավելությունների և թերությունների վերաբերյալ։ Ներառյալ դրան առավելությունը հասարակության փոփոխության և քաղաքական գործընթացի վրա դրած հետևանքների գնահատումը։ Զարգացնել վերլուծական, քննադատական և ստեղծագործական մտածողություն։ Նախագծի վերջում արդյունքը ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մուտքի արվեստ։ Գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։ Հստակ սահմանի թե ինչ արհեստական բանականությունը և դրա տարբեր տեսակները։ Բացահայտի գրական և բացասական կողմերը հասարակության վրա կատարի առաջարկություններ, թե ինչպես զարգացնել և օգտագործել արհեստական բանականությունը պատասխանատու կերպով։ Հետազոտության հիմնախնդիրը արհեստական բանականության դրական և բացասական հետևանքները մարդու կյանքում։ Հիմնական հարցերը ո՞րն է հիմնախնդրի կարևորությունը և արդիականությունը։ Ինչ ազդեցություն կունենա արհեստական բանականությունը հասարակության վրա։ Ինչ պատճառներ և հետևանքներ ունի արհեստական բանականությունը մարդու կյանքում։ Ինչ առաջարկներ կարելի անել արհեստական բանականության նպատակային ճիշտ օգտագործման համար Այժմ ներկայացնենք ինչ է արհեստական բանականությունը։ Արհեստական բանականությունը տեխնոլոգիա է, ավելի ճիշտ ժամանակակից գիտության ուղղություն, որը ուսումնասիրում է համակարգիչը և վերլուծական համակարգին սովորեցնելու խելամտորեն մտածել, այնպես ինչպես մարդը։ Արհեստական ինտելեկտը համակարգ է, որը կարող է ընդօրինակել մարդու վարքագիծը և կատարել առաջադրանքներ։ Արհեստական բանականությունը նախատեսված չէ մարդկանց փոխանցելու համար, այն նախատեսված է ընդլայնել մարդկային հմտություններն ու կարողությունները։ Արհեստական բանականության պատմությունը և զարգացումը 1950-ական թվականներին արհեստական բանականության գաղափարը դարձավ ակադեմիական քննարկման թեմա։ Ալան Թյուրինգը առաջարկեց. արդյոք կարող է մեքենան մտածել։ Արհեստական բանականությունը մինչ այդ բոլոր մարդկանց համար ընդգրկում էր բոլոր մարդկանց գործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Մինչ այդ արհեստական բանականությունը մարդկության համար ռոբոտների տեսակ էր, բայց 2019 թվականի հեղափոխական առաջընթացի ChatGPT-ի թողարկմամբ փոխեց այդ ընկալումը։ Այժմ արհեստական բանականությունը միլիոնավոր մարդկանց համար դարձել է հասանելի զրուցակից, որը օգնում է լուծել առօրյա խնդիրները։ Տեխնոլոգիաները զարգանում են շատ արագ տեմպերով և ամեն յուրաքանչյուր նոր փուլ բացում է աննախադեպ հնարավորություններ։ Այսպիսով արհեստական բանականությունը արդյոք բարքել է մարդկությանը, թե անեց։ Այս բանավեճը երկար ժամանակ է քննարկվում է և շարունակվում է առիական մնալ։ Արհեստական բանականությունը ներբուժում մարդկության էկոհամակարգ այլևս անհետելի կապով։ Դրա նվիրատությունները բաղկացում են և բաղադրում են ներառյալ առողջապահությունը, կառավարումը, ռազմական, ֆինանսական և տնտեսական կիրառությունները։ Հիմա ներկայացնենք արհեստական բանականության կիրառությունը տարբեր ոլորտներում։ Ես կներկայացնեմ արհեստական բանականության առողջապահության ոլորտը։ Արհեստական բանականությունը հեղափոխում է առողջապահությունը բարելավելով ախտորոշումը, հիվանդների խնամքի կառավարումը, դեղերի հայտնաբերումը և այլն։ Արհեստական բանականության հայտնի տեխնոլոգիաներից է IBM Watson։ Ես կներկայացնեմ արհեստական բանականության կիրառումը կրթության ոլորտում։ Արհեստական բանականությունը կարող է մեքենայացնել գնահատումը, օգնելով ուսուցիչներին ավելի շատ ժամանակ թողնելով ուրիշ առաջադրանքների կատարման համար։ Արհեստական բանականությունը կարող է գնահատել ուսանողների կարծիքը, օգնելով նրանց կրթություն ստանալ իրենց հարմար տեմպով։ Ես կներկայացնեմ արհեստական բանականության ֆինանսական ոլորտը։ Ֆինանսական ոլորտում կարող ենք օգտագործել մարդկանց սպասարկման, անվտանգությունը ապահովելու և վարկերի տրամադրման ոլորտներում։ Ես կներկայացնեմ տրանսպորտի ոլորտում արհեստական բանականությունը օգտագործվում է տրանսպորտային երթևեկության կառավարման, թռիչքները հետաձգելու կանխատեսման և ծովային անվտանգությունը, արդյունավետությունը բարելավելու համար։ Արհեստական բանականությունը նաև կիրառվում է տրանսպորտային ինքնաբար մեքենաներ ստեղծելու մեջ։ Ես կներկայացնեմ արհեստական բանականության կիրառությունը առևտրի ոլորտում։ Արհեստական բանականությունը ներգրավում է հաճախորդների հետ հարաբերություններ կառավարման և վերլուծության հարթակներում հաճախորդներին ավելի լավ սպասարկելու մասին պատկերացում կազմելու համար։
բանականության կիրառությունը արտադրության ոլորտում։ Արհեստական բանականության վրա հիմնված մեքենայացումը բարելավում է արդյունավետությունը, ինչպես նաև բարձրացնում արտադրողականությունը։ Արհեստական բանականության համակարգերը կանխատեսում են սարքավորումների երկարաժամկետ աշխատանքը, ինչպես նաև բարձրացնում որակը։ Ես կներկայացնեմ արհեստական հաճախորդների սպասարկման ոլորտում արհեստական բանականությունը։ Արհեստական բանականությամբ աշխատող չաթբոտերը և վիրտուալ օգնականները վերլուծում են հաճախորդների հարցումները և սպասարկում նրանց։ Արհեստական բանականությունը ձեռնոց է ներդնում ավատատիրական այն կարծիքին, թե ինչ արդյունքների կարող են հասնել մեքենաները։ Միևնույն ժամանակ արհեստական բանականությունը ներթափանցելով տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներ դառնում է պետության որոշիչ գործոններից մեկը, ազդելով նաև աշխատանքական գործընթացների։ Արհեստական բանականության ոլորտում առաջնորդության ձգտումը ստիպում է պետություններին օրենսով ավելի մեծ ծավալների ներդրումներ կատարել արհեստական բանականության զարգացման ուղղությամբ, ինչն իր հետքեր խթան է դառնում արհեստական բանականության շուրջ ծավալվող մրցակցքի համար։ Այժմ ներկայացնենք արհեստական բանականության առավելությունները։ Այն կարող է օգտագործվել տարբեր տանգավոր առաջադրանքների կատարման համար, օրինակ դիեզերքի, լեռնանքերի, օվկիանոսի կամ հատակի, մարդու համար սահմանափակ հնարավորություն ունեցող վայրերի հետազոտության ուսումնասիրության նպատակով։ Արհեստական բանականության միջոցով գործող նավամեքենաները հնարավորություն կտան նվազեցնել ավտովթարների թիմը։ Բացի դա, արհեստական բանականությունում միավորյա լայն կիրառություն։ Արհեստական բանականությունը լայնորեն օգտագործվում է ֆինանսական և քարտային համակարգերի կառավարման համար։ Այսօր այս կարողանում է հայտնաբերել խարդախությունները քարտային համակարգերում և զարգացած կազմակերպությունները օգտագործում են ավատարներ, որոնք կրկնօրինակներ կամ թվային օրինականներ են, որոնք իրականում փոխանցվում են օգտատերերի հետ։ Էմոցիաների բացակայությունը թույլ է տալիս ռոբոտներին դատել տրամաբանորեն և կատարել ռացիոնալ որոշումներ։ Մեքենաները ի տարբերություն մարդկանց աշխատում են անընդմեջ, և դա բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը։ Արհեստական բանականությունը կարող է փոխարինել մարդու միապաղաղ և ձանձրալի աշխատանքները, կատարելով մի քանի անգամ արագ, քան մարդը և միաժամանակ մի քանի գործողություն։ Արհեստական բանականության այն կիրառությունը կարող տեսնել նաև բժշկության ոլորտում։ Բժիշկները գնահատում են հիվանդին կամ նրա առողջական ռիսկերը արհեստական բանականության օգնությամբ։ Արհեստական բանականությունը կարող է նաև տեղեկատվություն տալ տարբեր դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների մասին։ Արհեստական բանականությունն ապացուցել է, որ կարող է քաղցկեղի որոշ տեսակներ ավելի ճշգրիտ ախտորոշել, քան դա կանեն մարդիկ բժիշկները։ Այժմ ներկայացնենք արհեստական բանականության թերությունները։ Բոլոր այս դրական երևույթների հետ մեկտեղ այն նաև ենթադրում է խնդիրներ։ Նախ և առաջ ենթադրում է մեծ ծախսեր, ռեսուրսներ այն կառուցելու, վերակառուցելու և վերանորոգելու համար։ Բացի այդ, այսօր շատ են քննարկվում արհեստական բանականության հետ կապված էթիկական և բարոյական խնդիրներ։ Արհեստական բանականությունը զուրկ է ստեղծագործականությունից և նա գործում է միայն այն սահմաններում, որը նրա համար գծում է մարդը։ Կարևոր մտավախություններից մեկն այն է, որ թեև արհեստական բանականությունը ստեղծված է մարդու սխալների հավանականությունը քչացնելու համար, սակայն խնդիրը կապել ունի հենց արհեստական բանականության կողմում, որի վերջը գտնվում է հենց մարդու կողմից։ Մյուս կարևորագույն խնդիրը, որը կարող է առաջացնել արհեստական բանականության լայնածավալ կիրառումը գործազրկությունն է։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ մինչև 2026 թվականը կվերանա գործող աշխատատեղերի 50%, ինչպես նաև շատ արտադրամասեր և ընկերություններ։ Վերջապես մարդիկ կարող են չափազանց շատ կախված լինել արհեստական բանականությունից, ինչն իր հերթին հանգեցնում է մարդու մտավոր կարողությունների անկման։ Մեքենաների հայտնվելը ուշքի ձեռքերում նույնպես մտահոգությունների առիթ է ստեղծում, իսկ հեռավոր ապագայի սցենարներում դիտարկվում են մեքենաների ամուսնալուծության սցենարներ։ Կրթական արհեստական բանականության ուսումնասիրությունը տալիս է ուսուցման լայն հնարավորություններ։ Արհեստական բանականության գործիքները կարող են օգտագործվել ուսումնասիրության ընթացակարգերը բարելավելու համար։ Արհեստական բանականության ուսումնասիրման շրջանակներում մենք աշխատեցինք տվյալ գործիքների հետ՝ ChatGPT, Gamma, Kahoot, Suno, Bitly, Hashbarren և Reggae։
Շատ չհասցրեցինք ուսումնասիրել։ Նախագծի շրջանակներում այցելեցինք Անանեշ Շիրակացու ջրմարան, որտեղ այցելեցինք թվային տեխնոլոգիաների լաբորատորիաներ եւ մասնակցեցինք արհեստական բանականության դասընթացին։ Սովորեցինք արհեստական բանականության մի քանի գործիքներ։ Մենք պատրաստել ենք արհեստական բանականության վերաբերյալ տարբեր գործիքների մասին փոքրիկ տեսանյութ։